Հարգելիներս նկատել եք քաղաքական ուժերը երկու տարբերակ ունեն ընտրություններին պատրաստվելու։ Կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են սեփական դրական պոտենցիալ եւ սեփական արած աշխատանքը ներկայացնել։ Կան քաղաքական ուժեր, որոնց ամբողջ աշխատանքը ուղղված է նրան, որովհետեւ այդ դրականը, այդ ձեռքբերումները հնարավորինս խոչընդոտվի, փնովվի, հնարավորինս հարվածվի այդ ամեն ինչին, ու դրա վառ ապացույցներից մեկը տեղ ունեցավ 3 չառաջորը, որ ԱՄՆ փոխնախագահի այցն էր նախապատրաստվում Հայաստան, իմ մոտ տպավորություն էր, որ Լապլանդիայի ձմեռ պապիկն է գալու։ Ընդդիմության ներկայացուցիչներից ում ձեռքը թուղթ ու գրիչ էր ընկել, նամակ էր գրում Ամերիկայի փոխնախագահին։ Ուզում հասկանամ, մինչև այդ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը չգիտեին, թե չգիտեին ով է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը, եւ հետեւաբար իրենց նամակները կոնկրետ այդ պահին գրելը ոչ թե այն խնդիրներ, որ իրանք փորձում էին ներկայացնել, այլ Ամերիկայի փոխնախագահի այցը հնարավորինս ավելի վատ եւ ավելի մռայլ տեսանկյունից ներկայացնելու խնդիրներ։ Եվ այո, դա էլ չստացվեց իրենց մոտ։ Եվ էլի չի ստացվել։ Իրանք լուրջ խնդիրներ ունեն հիմա, իրանք լուրջ խնդիրներ ունեն, որտեղ չգիտեն, թե ոնց պետք է փնովեն օրինակ համապարփակ առողջապահության ապահովագրությունը, որի միջոցով 100,000-ավոր քաղաքացիներ, հատկապես թոշակառուներ, այսօր կարողանում են գնալ բուժվել։ Իրանք խնդիրներ ունեն վաղը, մյուս օրը, երբ որ մենք մեր ձեռքբերումները բանակի ամրաշինական աշխատանքները մնացածն ենք ցույց տալու, չգիտեմ ոնց պետք է այդ դրա շուրջ խոսեն, որպեսզի գանելի մեզ տկարամիտ անվանեն եւ բոլոր նրանց տկարամիտ անվանեն, ովքեր սա համարում են խաղաղություն, հարգելի քաղաքացիներ, այո, ձեզ այնց ովքեր որ այս իրավիճակ կհամարեն խաղաղություն, Հայաստան Դաշնքի պատգամավոր ասում է դա տկարամտություն է։ Սա խնդրում եմ հաշվի առնել եւ շարունակել։ Իհարկե, էլի դրական շատ բաներ են տեղ ունենալու եւ այս մարդկանց պայքարը լինելու է այս դրական բաների շուրջ։ Բայց խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաներին, խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այս խոսույթից, ականջները փակ պայել այս խոսույթին, որտեղ այս ամեն ինչը պարզապես մանիպուլյացիաներ են լինելու եւ հարձակումներ են լինելու Հայաստանում տեղ ունեցող դրական գործընթացների ուղղությամբ։ Այո, մենք պարզապես ժպտալու ենք ձեզ, ձեռքով ենք անելու ու շարունակելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության աշխատելը։ Ինչքան էլ ձեր աչքերում դա տկարամիտ երևա։ Շնորհակալություն։